Այս ռեժիմը մտածել է սուտ ասելու նոր ձև։ Այդ նոր ձևը, ինչպես արդեն անցյալում քննարկել էինք, դա կամած սուտ ասելն է։ Ես այդ համեմատությունը դե շատերն են այդ համեմատությունը բերում, որ գորտին կամած են էփում, որ նա չհասկանա, որ իրան էփում են ու դուրս չթռնի։ Ջուրը կամած տաքացնում են եւ նա էփում է։ Մեր ամբողջ ազգին էփում են 18 թվից, ասել եմ դրա մասին, 8 տարի մեզ էփում են։ Սրանք ոնց են սուտ ասում եւ հանձնում։ Կամած, միանգամից ճշմարտությունը չեն ասում։ Հիշեք, թե ինչ էին ասում Ղարաբաղի մասին։ Արդեն հանձնել էին։ Ասում են մի քիչ նշաձողը իջեցրեք։ Մի քիչ նշաձողը իջեցրեք։ Հետո գնացին Պրահա, մեր Շարլ Ազնավուր երկող պրեզիդենտ Մակրոնի օգնությամբ հանձնեցին Ղարաբաղը եւ հետո իրենց հարցնում էին. դուք հանձնել եք Արցախը, հանձնել եք թե չէ։ Չէ, այդպիսի բան չեղե, ով է ասել։ Եվ մի քանի օր թե շաբաթ անցավ, ասենք թե հանձնել ենք, հետո ինչ։ Եվ սկսեցին խաբել մարդկանց, որ մենք դրա փոխարեն մենք կպահպանենք Հայաստանի տարածքը, այն Հայաստանը, որը մնում է, այդ որ վազվզում են այդ քարտեզներով կախած, դա կմնա։ Իրենց հարցնում էին Զանգեզուրի միջանցք տրամադրելու եք, ինչ Զանգեզուրի միջանցք։ Մի խոսեք Զանգեզուրի միջանցքի մասին, այդպիսի բան չի լինի։ Այդ միջանցք բառը մի ասեք, մենք ասել ենք 1000 անգամ, չի լինի որևէ միջանցք։ Անցնում է ժամանակ, մենք որոշում ենք գտել։ Տալու ենք մասնավոր ընկերության։ Նայեք ինչ են ասում։ Մասնավոր ընկերության։ Այսինքն մենք զգում ենք, բոլորս զգում ենք, որ մեզ խաբում են, հեսա էլի ինչ որ փաստի առաջ ենք կանգնելու։ Մասնավոր ընկերություն, եթե մենք վարձեինք մեր տարածքում, այդքան էլ վատ չէր լինի, եթե դա գտնվեր մեր սուվերենության տակ։ Բայց պարզվեց ոչ թե մասնավոր ընկերության, այլ երրորդ պետությանը, որ այդ մասնավոր ընկերությունում ունենալու է 74% սեփականություն։ Այսինքն մենք ոչ թե ասենք ինչ որ black water ենք բերում Ամերիկայից եւ մեր տարածքում նրանք մեզ ենթարկվում են որպես մասնավոր ընկերություն։ Ոչ, մենք այդ մասնավոր ընկերության 74%-ը տալիս ենք երրորդ երկրին, մեր սուվերենությունը հանձնում ենք։ Գնացեք բառարանում նայեք սուվերենությունը ինչա։ Ասածս ինչա, այդ հարցում էլ խաբեցին։ Ասում են մենք մասնավոր, սկզբից ասում են չենք տալու, հետո ասեցին մասնավոր ընկերության, հետո երրորդ, այդ մասնավոր ընկերության 74%-ը երրորդ պետությունն է։ Իսկ որ պետությանը զիջում է, դա նշանակում է սուվերենությունը գնաց, դեռ սուվերենություն չունի։ Այդ հարցով էլ խաբեցին։ Հիմա վազվզում են այդ քարտեզով, այդ ծիծաղելի քարտեզով, որ հա, մենք ժողովուրդը մեր հանձնեցինք, մեր Ղարաբաղը հանձնեցինք, մեղրին չեն ընդունում, որ հանձնել են, բայց ասում են գոնե էս կպահենք։ Եվ այսօր պարզվեց մի բան, որը մենք քննարկում ենք երկար ժամանակ, որ այն Տավուշի անկլավները, որը մենք ուզում ենք կանգնացնենք Սրբազանի պայքարը երբ սկսվեց, դա տալուց հետո նրանք էլի են զիջելու։ Մենք ասում ենք, սա քանի տարի ենք սա ասում, որ նրանք անընդհատ զիջելու են, նրանք կանգնել չունեն։ Այսօր նա ընդունեց։ Դրանից առաջ էլ իր խմբի անդամները ասում էին. մենք դեռ տարածքներ ունենք տալու Ադրբեջանին։ Մենք դեռ տարածքներ ունենք տալու Ադրբեջանին։ Եվս 3 գյուղ Թավուշում եւ Տիգրանաշեն։ Տիգրանաշենը նշանակում է, որ մենք կտրվում ենք Սյունիքից։ Սյունիքը ընկնում է շրջափակման մեջ։ Սյունիքն է դառնալու Ղարաբաղ։ Այսինքն էլի կամած սուտ ասեցին։ Ասում են չենք տալու, մենք պահելու ենք մեր տարածքը, հետո պարզվեց էլի 3 անկլավ են հանձնելու եւ հանձնելու են Տիգրանաշենը։ Եվ էլի ասելու են դե մերը չէր, սա մերը չէր։ Մի մարդ, որը կարողանում է առանց իր սիրտը պայթելու ամոթից, ասի որ Ղարաբաղը Հայաստան չէր, հայկական չէր, երբ որ ինքն էր այնտեղ ապարում, իդեպ սադրելով պատերազմը, ինքը սադրեց պատերազմը այդ Շուշիում պարելով եւ ասելով որ Ղարաբաղը բան է, Հայաստանը եւ վերջ, Արցախը Հայաստանը եւ վերջ, սադրելով պատերազմը։ Այդ մարդը, որը ասում է Արցախը հայկական չէր, այսինքն ձեր աչքերով որ դուք տեսել եք այնտեղ այդ եկեղեցիները, տաճարները, 120,000 մարդ, որտեղ մենք գնում գալիս ենք, դա մերը չէր։ Համոզում է գիպնոզանում։ Հիմա էլ պատմում է, պարզվում է, որ մեր ասածը եղավ։ Անկլավներն էլ է հանձնում։ Ձեր աչքերը լույս, 3 անկլավ Թավուշում է հանձնում, մի հատ էլ Տիգրանաշեն։ Սրա վերջը չի երևում, հարգելի աղանդի անդամներ, որ լաց եք լինում, ընկնում եք գետնին, ուշաթափվում եք, մեր Քրիստոսը հարությունը առել, մեռնեմ քո ջանին, իմ երեխեքի կյանքից քեզ բան տամ, 20 տարի տամ։ Ժորժ ջան, ես հասկանում եմ, որ շատ դժվար է, երբ որ ձեզ քաշել են աղանդի մեջ,
Բայց չգիտեմ, գուցե ընկերներ ունեք, ընտանիքի անդամներ ունեք, որ փորձեն ձեզ աղանդից հանեն։ Տեսեք ոնց կետ առ կետ այս մարդը մեզ խաբեց եւ ամեն ինչ հանձնեց։ Էլ Ղարաբաղ չասեմ, ցեղասպանություն, Արարատ, մեր պատմություն, հիմա էլ անկլավներ, էլի 3 անկլավ եւ Տիգրանաշեն։ Եվ մենք զրկվելու ենք Սյունիքից։ Հաջորդը նա բերելու է 300,000 ադրբեջանցի Հայաստան։ Իրան ասեք, որ հրապարակայնորեն հայտարարի եւ խոստա, որ չի խաբելու։ Որ 300,000 ադրբեջանցի չեն գալու Հայաստան։ Ոչ, նա ասեց գալու է 300,000 քաղաքացի Հայաստանի։ Սա ինչպես կարելի է հասկանալ, որ նա նրանց քաղաքացիություն է տալու, որ նա գալու են դառնան քաղաքացի։ Սա լինելու է Հայաստանի վերջը։ Եթե դուք դա ուզում եք, ժողովուրդ ջան, շարունակեք սրտիկներ անել, այնել եթե 10 տարեկան երեխաներ, ակա հասկանայի 16, 18, ասենք 18, բայց սերտիկներ անել, իրան Աստծու տեղ դնել, Քրիստոս անվանել, շարունակեք։ Հիմա Թավուշում էլի 3 գյուղ են կորցնում, Տիգրանաշեն են կորցնում եւ Սյունիք են կորցնում։ Դրա հետևից գալիս են 300,000 ադրբեջանցիներ։ Վայելեք, այն մարդիկ, ովքեր դա ուզում են, թող լինի այնպես, ինչ որ դուք ուզում եք։ Եթե որևէ մեկը ուզում է Հայաստանը փրկի, հենց հիմա է այդ պահը, որ ընտրություններից առաջ բոլորը գնաք, ձեր ձայները տաք, չնայած սրանք իհարկե կեղծելու են, բայց ամեն ինչ անեք, որ նրանք չկարողանան կեղծել եւ վերընտրվեն։ Սրանք վերընտրվեցին, Հայաստան չի լինելու։